Բարի երեկո, Քերաշնորհ Սրբազան, հարգելի Աթենքի հայ համայնքի ներկայացուցիչներ, մշակութային, կուսակցական, ուսուցողական, բադվարժան հյուպատոս Հայաստանի Հանրապետության և սիրելի հայրենագիտներ։ Ինչպես լսեցիք, նյութս երկու մասի կբաժնվի, հայերեն լեզուն և հայրենադիրություն։ Սոկրատը, որ թույլ լավ ճանչնա, գսած է ձանիրս կերս, ինքսինքը ճանցիր, ամեն մարդ բիդի հասկնա և երտա իր արմատներում, թե ինքը ինչ է, ինչ կներկայացնե, և որ արմատներուն երտա, բիդի տեսնե, որ բացի ընտանիքեն, համայնքեն, դողմեն գա ասկը։ Ասկն է գլխավոր բարձունքը, որ իրեն կգաբե և իր աստղագիծներուն կգաբե։ Այդ ասկը ունի իր բաղադրությունը։ Ժողովուրդը, հայրենիքը, լեզուն, գրոնը, մշակույթը և ավանդությունները։ Բայց հիմնականորեն ազգի սյուները 4 հատ են. ժողովուրդը, հայրենիքը, լեզուն և գրոնը։ Հայ քաղուտը հայոց ցեղասպանության ետքը գոյատևած է հիմնված գլխավորապես 3 հիմքերու վրա, սյուներու վրա, հայրենիք չէ ունեցած, եղած է ժողովուրդ, ունեցած է իր լեզուն, մշակույթը և գրոնը։ Երբեմն այդ գրոնեն ալ մասը հեռացած է, երբեմն մշակույթեն ալ, բայց լեզուն է, որ իրեր զոտած է, իր ասկին։ Ամեն մարդ իր կյանքի մեջ պիտի որոշե, թե իր կյանքը ինչ իմաստ ունի, պիտի իմաստավորե իր կյանքը, նպատակը հարստություն է, ընտանիքն է, համայնքն է, կամ ավելի վեր ազգն է։ Իրականության մեջ ազգն է։ Եթե մենք ազգային քաղաքապարախոսություն չունենայինք սպիրկի մեջ, սպիրկը իզացած էր արդեն, ցուլված էր։ Աստեղ նստած է Սրբազանը, սևը սկեմով, ով են ասոնք։ Ազգի մասնիկն են, որոնք որոշած են ծառայել երկու սկզբունքի՝ ասված և ազգ։ Երբեմն հայրենիքեն հեռու են, այնպես հայրենիքին ալ կծառայեն։ Ուրեմն հայը, որը սպիրկի մեջ կապրի, իր կյանքը պիտի իմաստավորե։ Հարստությունը ասած է միջոց է, նպատակ չէ։ Այդ հարստությունը պիտի ծառայեց քու նպատակիդ։ Մենք ունեցել ենք ամբողջ 100 տարի ֆեդայիներ։ Ֆեդայիները գիտեք ինչ երկ ունին։ Կսե նպատակից հասնի միայն։ Թողզիս անեն գախաղան, գախաղանեն խեղդուկ ցայնով, բիդի կոչեմ ախ Հայաստան։ Ուրեմն նպատակ եղած է Հայաստան և հայություն, իրենց ամբողջ ունեցված կյանքը և դասարտությունը նվիրած են այդ ազգին համար։ Այդ ազգի բաղադրիչներուն հիմքը լեզուն է։ Եվ որ դու լեզուն կգործընծնես, թյուրավ գայլացերիս։ Լեզուն հարստությունն է, որ թարերու ընթացքին ժողովուրդը
ամփարած է, ադորամար մենք գցենք լեզվամտածողություն, մենք մեր լեզուն գսովին մեր մայրերեն, անորամար գցենք մայրենի լեզուն, և որթում գոգորցնեց at լեզուն, մոր մետ կհերանաս, մարդս երկու պան ամենեն շատ գծիր է, մայրը և իր դիգինը, որ իրեն աբակացեղուն պիտպեր է, և որթում լեզուն կգորսնցնես, գհերանաս կու մորմե, եթե մորմետ կհերանաս, գհերանաս կու ասկետ, ուրեմն սպյուրքը կոյադեված է եկեղեցականներու ասկային գազմագերբություններու միջոցով բահբանելով լեզուն, գրոնը և մշակույթը։ Ադը սկզբունքն է, որ սպյուրքը պիտի յուրացնե, բայց սպյուրքի նպատակը որն է։ Երկրորդ մասին գերտան, հայրենադիրություն։ Առանց հողի ժողովուրդ մեն չի կոյադևեր։ Հող պիտին ունենաս, որ դնգիները տնես, հունդը տնես, բարարդ հողի վրա, որբեսի ձարը լա և բդուղ դա։ Ինչ եղած է մեր քաղուտներում։ Բատմությունը ուսումնասիրեցեք։ Հնդկաստան, Լեհաստան, Հունգարիա, Անգլիա, Իտալիա, մասամբ Ռուսաստան, ցուլված է։ Մենք 17-րդ դարուն հնդկական օվկիանոսին դիրացած ենք 100 տարի, 160-ի ավելի շոգեգարքեր ունեցել են հայ վաճառականները, 100 տարի այդ շոգանավներու վրայի լեզուն, պաշտոնական լեզուն եղել է հայերեն, կուսումնասիրեն Լոնդոնի մեջ տանկարանները, բաները, թիվանները, արխիվները, վաճառականության լեզուն եղել է հայերեն, հետ կգա, չգա, ուրեմն հողը, որ կգորսնցնես, կծուլվիս, որովհետև հողի շրջակայքի վրա է, որ ժողովուրդը գաբրի, ինչու համար քաղուտները ստեղծված են 1910-1880-ի ետքը, ցեղասպանություն, թուրքը խորամանկորեն շատ լավ գիտեր, հայերը ջարդար են, խելացի են, արդյունաբեր են, ստեղծագործ են, ուրեմն որբեսի երանա հայուն ունեցվածքին և հայրենիքին երեք միջոց գործադրած է, չարտել, թրկացնել և հողեմ վտարել։ Այսօր մեր Հայաստանի հողերում 85%-ը գրաված է Թուրքի և Ադրբեջանի կողմը։ Մնացած է 1/5 ներկա Հայաստանի Հանրապետությունը։ Ուրեմն սպյուրքը նպատակը ինչ էր։ Առաջին հայեր, որ մազաբուր դազեցան ցեղասպանության են, դեղավորվեցան Հայաստանի հողի շրջակա երկրներուն մեջ։ Սյուրիա, Լիբանան, Եգիպտոս, Հորդանան, Հունաստան, նպատակ ունենալով, որ քաղաքականությունը կփոխվի, կվերադառնան իրենց բավենական հողերում։ Ներկայիս սպյուրքը սկսել է արմադանալ սպյուրքի մեջ։ Գյոթեն, գերմանացի բանաստեղծը գիտեք ինչ գծե։ Օդար երկիրը հայրենիք չի դառնար։ Հայը պիտի զանազանե ծննդավայր և հայրենիք։ Արևելյան Հայաստանն ալ Հայաստանի մաս կազմած է,
Արևելը Հայաստան, Արևմուտք Հայաստան, Գիլիգիա։ Գիլիգիա Արևմտյան Հայաստանի չկա, բռնակրաված է, բայց Արևելյան Հայաստանը գոյություն ունի։ Սփյուռքահայը իր կարողանության մեկ մասը պիտի արմադացնի Հայաստանի մեջ։ Մտային, նյութական, ջարդարական, ստեղծագործական հոն է իր արմադը։ Օդար երկրի մեջ արմատ ցկելով չի ծաղկիր, գճորնա, ծեր մեջ գտեսնակ։ Ժամանակին երբ ես եկա 56-ին, 60-ի շրջանին, դպրոցներու մեջ, ակումբներու մեջ, ահագին հայ երիտասարդություն կա։ Այս շուրջերնիդ նայեցեք։ Հեռացած են, որովհետև հոսանք նիվեր գերտանք մեկը սփյուռքի մեջ։ Հայաստանի մեջ այդ հոսանք նիվերը երթալ չկա։ Հողն է և թուք եք, շրջաբադն է։ Գրնա շրջաբադը ամբարյացական մլալ որոշ ժամանակ վերջ կփոխվի։ Մգրդիչ Բեշիկտակյան գսե եղբայր մենք, որ մրրգավ էինք զատված։ Վերցուցեք հայերը, ընտանիքի մեկ մասը Հայաստան կապրի, մեկ մասը սփյուռքի մեջ, ադե, ընտանիքը հարազատություն պիտի ստեղծվի, նույնիսկ սփյուռքի մեջ, արդեն իսկսեր են իրար ադել, իմ լավակույն թասնգերներս, թաշնակցականներ մեկը, մյուսն առհամգավար է, ես ալ համայնավարություն կկարոզեի, բայց իրարու գողի գնստեինք, միացին գուտեինք, գվեջապանեինք, ասկային հարցերը միացին գլուծեինք, գուսակցությունը նպատակ չէ, գուսակցությունը ծառայություն է ազգի համար։ Ըլլար հանգավար թաշնակցական, հնչակցական նպատակնին ինչ է։ Գուզեն, որ հայը լավ գրթվի, հայերեն լավ սորվի, հայրենիքին օգնի։ Լավ նպատակը նույնն է։ Ինչու հագամարտություն։ Գուզեն նման օրինակ կբերեն, մեկ դպրոց ունենք Ավանի մեջ, Երևան, ադոր համար ես կացած եմ այնտեղ, 1025 աշակերտ ունի, մեր դպրոցի մեջ արգելված է օդար փարեր գործածել, մաքուր հայերներուն պիտի հաղորդակցին, աշակերտներուն կհարցնեմ, որպեսզի զորավարը լաց, ինչ պիտի ինես, գսե իրար օգնենք, հարստանանք, ասնենք, գսե մաս քանի մադ է, 5, եթե առանցինը լաց, գրնաս պրծնել, ձրել, ձևավորել, բայց երբ որ 5 միացինը լաց, չես կրնա պանալ, ձևավորել, հայը սպիրքի մեջ պիտի փրունցկավորվի, և այդ փրունցքի արմադը տնե Հայաստանի մեջ։ Քանի են հատ, հայրուրավոր գրնամցեր, հարուստներ, որ սպիրքի մեջ էին։ Մեկը իր հարուստությունը շունին գծկե, մյուսը գադուին գծկե, մյուսը ամերիկյան գազագերբության գծկե, մյուսը ֆրանսականի, բայց մեր հայրենիքը Հայաստան է, մենք հայ ենք, մենք ունենք մեր լեզուն, մեր գրոնը, թարավոր ավանդություններով, ուստի անհրաժեշտ է, որ մարդս ծառայե իր նպատակին և իր կյանքը իմաստավոր է։ 10 տարի առաջ իմ կնոջս հետ ես Հալեբ ծնած եմ, ուսանած եմ Մուրադ Ռաֆայելյան վերեդիկ, Աբա Հռոմի բժշկական համալսարանը,
Վերջը ծնողքս Հալեբեն փոխադրել դվի Լիբանան, բادرազմի ժամանակ եկան Նյու Յորք, չսիրեցին հոն Լոս Անջելես եկան։ Ես հալ իրենց միացա, աբա համալսարանի սրտապանության տնօրեն եղավ որոշ ժամանակ, երբ որ իրենք եղան, տեղափոխվեցան Թենեսիին Լոս Անջելես, բժշկություն սրտապանեն մեզ։ Հայաստանին ահագին արտակախտար հոսանք, խեղճ էին, քոչ չունեին, ապրելի միջոց չունեին, միջոցները մեկը իմ ջուղիս մեծ ստեղծեցի, որ դարիքավորներուն պետական թոշակ հարմարցուցինք, 3000-ի չափ այդպես ընտանիքներ օգտվեցան, իրենց զավակները համալսարան կացին, փաստապան, բժիշկ, ճարտարապետ եւ այլն հիմա թիրքերու հասած են։ Բայց իրենց հարստությունը գետրոնացած է օտար երկրի մեջ։ Հիմա եթե իրենց հարստության մեկ մասը ներտնեն Հայաստանի փառքավաճման համար, Հայաստան կբարագաբի։ Հայաստան աղքատ երկիր չէ։ Ես ուսումնասիրած եմ մասնակիցներու հետ։ Հայաստանի ընթերքը հանքային հարստությունը աչափ է, որ եթե օգտագործվի խճամիտորեն մեկ հատ Հայաստան աղքատ չմնար։ Չուր եւ հանքային հարստություն։ Հիմա համաժողով դինենք այդ մասին։ Ուրեմն 10 տարի առաջ գնոջից հետ որոշեցինք, թե մեր կյանքը ինչպես պիտի իմաստավորենք։ Այսինքն, երբ որ մենք մեռնենք, մեզ ինչպես կուզեն որ հիշվի։ Ինքը սավ մեր ունեցվածը բաժնեցինք, ինքը բան է շինարարության մեջ առաջատե մեր Ուրեմն սավ ես ունեցվածից բարսկահայերու մշակութային գետրոն է, ադոր գվինինվիր է, մինիմա եթե գլանդել էր տակ, 3 հարկանի մարմարը շենք գա, մեր անունով գոչվի։ Ես հալացի, ես կուզեմ մեր տալ Հայաստան, ունենալ դպրոց և ասկային հարցերու նվիրվել։ Ուրեմն ավանի մեջ արդեն դպրոց ունենք, դպրոցի մեջ պետական է, նախարարության համոզեցի, որ արևմտահայերեն սորվին, արևմտահայ քրագանություն, դասական ուղղակրությամբ եւ 3 տարի է մցուցի երկուջյուղ, թիվանակիդություն եւ արհեստական բանականություն։ Ինչու համար։ Գյանքը ինձ սորվեցուց, որբեցի թուն հաչողակը լաց, կեզի հետևին պարսրակույն կիդության բիդի դիրանաս, ներգա տարը արհեստական պանականությունը։ Թիվանակիդություն ինչու համար։ Հայաստանի խորհրդարանի 190% անցիկ են, որ թիվանակիդության հետ կաղապար չեն արած, երկրի մեջ ատ կիդությունը հարաճաճած է, ուրեմն մեր դպրոցի աշակերտները, որ համալսարան հասնին, արդեն առաջնակարգ կլինեն։ Մրցանակը գուտան առաջին 3-ին, առաջին 2-րդ, 3-րդ, ատ պիտի լա, հայը սպիրքի մեջ ատ եղած է, բայց այդ կարողության մեկ մասը պիտի բերե Հայաստան, որբեսի գարենա աբակային որևէ բան բադայի, եթե ինքը չեղավ, իր զավակները հաստատվին հայրենի հողի վրա, այդպես է, որ գոյադև է ասկը, այլապես գտարնա նույն պատմությունը, Հունգարիա, Հնդկաստան, Լեհաստան, Անկլիա, գորած, միկրոբ է։ Ուրեմն ինչ են հայկական հարցը։ Ինձի համար ասեր,
հայերս ունենք լեզվական հարց, ունենք հողային հարց, ունենք Փարաբաշարի հարց եւ ունենք Սփյուռք Հայաստան հարց։ Լեզվական հարցը ուրեմն հավաքեցի գրճադելով սեմանփոտ 9 հատ հայագետներ Երևանեն, Բեյրութեն, Փարիզեն, Վենեդիգեն, Լոս Անջելեսեն, որ հայերեն երկու ջյուղերը միացնենք։ Ինչու համար։ Եթե մենք մեկ ազգ ենք, մեկ հայրենիք ունենք, ինչու պիտի ունենանք երկու հայերեն, երկու ուղղակություն, ինչ է նպատակը։ Ինչ է հեռանկարը եւ ինչ է օգուտը։ Օգուտ չունի, բարակտում կհառաջացնե։ Հայերեն լեզու մինչև 1850 եղած է քրափար։ Աշխարհափարը քրափարեն հառաջացած է, ռուսական դիրաբիդության տակ արևել հայերեն, Օսմանյան գայսրության դիրաբիդության տակ Բորիս արևմտ հայերեն։ Մեկը երկուքի բաժանված է, ասենք երկուքը միացնենք։ Արևելը հայերենի եւ արևմտը հայերենի դարբերությունը 10 օրենք է։ 10 օրենք։ 10 օրենքները որ սորվիս, արդեն կլա մեկ։ Ուրեմն մեր հայագետները, երևելի հայագետները նստեցանք եւ գազմեցին գազգիրքը։ Միասնական քրական հայերեն քերականություն։ Օրինակ մտան։ Արևելը հայերեն ուրեմն երկինքեն մենք գսենք բացառական երկինք բարեն իրեն գսեն երկինքից ուրեմն մեր հայագետները վերլուծեցինք ինչ մոդե քրափարին կամ են ուրեմն տեսանք որ n-ը մոդե քրափարին ուսուցինք Իցը գվերացվի և միասնականի մեջ կտրվի n-ը։ Ուրիշ, երբ որ մենք գհոլովենք, գխոնարենք պայերը, գսենք ես գուկամ, արևելա հայերես գսենք գալիս եմ, ուրեմ այս երկուքը պաղտադեցինք մենք, քրափարի հետ դեցանք որ համացանյության չենք կար։ Ուրեմն ասենք երկուք նատող մնա։ Աննպատակը միասնությունը ստեղծել է հայության համար, որ նոր դժվարություն չլա, մենք որևէ բան չուզեցինք փոխել, եղածը կարգավորեցինք։ Ներկայացուց համաժողովրինք, գիտնականները եկան ակադեմիա եւ այլն, ասի շատ լավ է, գրնա ժամանակը հարմար չլա, ժամանակ բիտև է, ասինք լավ։ Բեդության ներկայացուցինք, նախարարության մինչ հիմա պատասխան չեղավ։ Կսպասենք։ Մինչև որ հարմար ժամանակին նախ ասիգա բեդության գոմե պիտի ընդունվի, կառավարությունը հաստատի, հանգի հետքը Բիդի կործածտրվի դպրոցներու, նախարարություններու մեջ և Սփյուռքի մեջ։ Այլ չեն գրգեր Հայաստանի տասակրկեր արևելա հայերեն, որում մեջը խարն է արևմտա հայերեն և այլ։ Երկրորդ նյութը Փարաբաշարն է։ Հայաստանի արդի հայերենի մեջ գա 29640 օդար պարեր։ Ես հաստապոր 4 պարարանները մեկ հաշված և նայած եմ։ Էդվարդ Աղայան, Ստեփան Մալխասյան, ակադեմիո 4 հադորները և Հովհաննես Պարսեղյանի ուղղախոսական, ուղղակրական, տերմինաբական պարարան։ Վերջինները 1944-ին մինչև 1976 ացոնք դված են, անգե ետ կնոր պարարան չգա։ Ուրեմն,
8 հատ պարարաններ կան, որ օդար պարերու համարժեք հայերեն պարարաններու պարարաններ։ 1000 պարենը սկսյալ մինչև 24,000 պար։ Այսինքն ացի հայու մդային ներուժի սպարում է։ Ինչու օդար պարվիդի հայերենի մեջ։ Բայց թրված։ Ուրեմն մենք պրոֆեսոր Արտեմ Սարգսյան գա, որ ժամանակին բաներ, Երևան էր, հոնդեղը հայերեն լեզվի խորհրդի ինքը վարիչն էր, արդեն Լոս Անջելես որ հաստատված է, միացին ծրագիր ունենք, մեր լեզուն, մեր խոսքը հոնդեղ, միացին աշխատակցեցան, գցինք, որ անոր հաջախագի կգործածվի պարերը, փոքր պարարան, մկրբանի պարարան պատրաստենք, որ աշակերտներուն դարածենք։ Ասք 1800 պարով անհարգի հաջախագի կործածվող օդար պարերու հայերեն համարժեքներու պարարան։ Ցույց տվի Հրանուշ Հակոբյանին, որ Սփյուռքի նախարար Ռուհի է ժամանակին, ցավ 5000 պետք ունի նախարարությունների են կպաշխեմ, մինչև որ Բաշտոնի հասնի ացի դպա, որ դպակրվի վերջանա, արդեն Բաշտոնը փոխվեցավ, հեռացավ, նորերը 25 հատորինակ արին, վերջը ցայներնի չլսվծա։ Ուրեմն ես նախաձեռնություն արի, բաստարներ պատրաստեցի, նպատակ ցաներ, որ հայերեն լեզուն Հայաստանի դպրոցներում միջմակուր կործածվի։ Ուրեմն բաստարի վերևը գրված է հայոց լեզուն անաղարտ բահ է։ Հայ քրակետներու, փանաստեղծներու, օդար հայակետներու քրությունները տնելով արդեն դբեցինք եւ 450 դպրոցի փաշխեցինք եւ ծրիորեն պարարանները։ Հիմա սկսած են աստիճանաբար իրենց օդար պարերը վերացնել եւ մաքուր հայերեն կործածել։ Հաջորդ նյութը Հայաստանը Սփյուռք է։ Հայրենադիրությունոցի համահայկական pedagogiություն։ Ինչ է համահայկական pedagogiություն։ Եթե մենք Սփյուռքեն որ ծնած ենք, Հայաստանի համար հայ ենք եւ ոչ թե օդեր երկրացի, մեզի պետք է դրվի Հայաստանի քաղաքացիություն։ Առանց սահմանափակումի ատ մեր արյան իրավունքն է մենք Սփյուռք ծնած են ոչ թե գամովի բարդատրապար թուրքի գոմե ամեն մեկ թիզ հող Հայաստանի մեզի ալ գբատկանի նույնպես անոր ծնած է Հայաստան ուրեմն գուզենք որ օրենսդրությունը փոխվի եւ Սփյուռքի բոլոր հայերուն իրավունք տուրվի նույն իրավունքներ որ Հայաստան ծնած են եւ նույն բարդավորությունները իրենք գցեն որ զինվորության չեն կար եւ այն ես հալացի որ որոշեցեք գումար $2000 $3000 ամ որ արիթությունի կալու կամ զանազան պատճառներով Սփյուռք գմնա եւ զինվորության չի կարողացավ գումար Հայաստանի քաղաքացիական գտնեն բայց պետք է ընդրվի եւ ընդրել եթե մենք ադիգա իրակորձենք ամեն Սփյուռքահայ գծկա որ իր հայրենիքը Հայաստան է եւ ոչ թե Հունաստան, Լիբանան, Սյուրիա, Լիբանան, Ամերիկա ատե որ հայրենադիրությունն է ադե որ հայկական ներուժը Հայաստան պիտի բերվի որովհետև Հայաստան շրջապատված է մեկ կողմեն Թուրքիա կողմը մյուս կողմը Ադրբեջան մեկ 9 միլիոն մյուս 87 միլիոն բայց հայը խելք ունի եթե մենք Սփյուռքի կարողականություն Հայաստան բերենք գդիրենք օդին զինվորներու թիվը կարևորություն չլար եւ որ օդին դիրեց թուն ուզածին չավինքը հրասայլուն է օդանավ ունենա ադե
Սպիրկը պիտի անդրադառնա եւ իր արմատներուն մեծ մասը Հայաստանի կապ է։